Ուրեմն Facebook-յան էջերում հարց, թե ինչով էր զբաղված Ռուբեն Հակոբյանը հոկտեմբերի 27-ին 99 թվականի, ուրեմն այդ ահաբեկության օրը։ Հիմա ուշադիր լսի Արամ Սարգսյան, գիտեմ որ քո ծրագիրն է դա, ես ասեմ ինչով էի զբաղված, բայց կուզենամ որ լսես, ոչ մենակ լսես նաև հասկանաս ինչ եմ ասում։ Այո, ես խորհրդարանում էի։ Արամ Սարգսյան, դու քեզ երևի խնայել եմ, չեմ ուզեցել քեզ անդրադառնալ, որովհետև միշտ դիտել եմ, որ դու քաղաքականություն ու պոլիտիկանությունը իրարից չես տարբերում։ Արգելի Արամ։ Այնպես որ ժամանակին չէիր տարբերում գաճն ու ցեմենտը, բայց հայտնի պատճառներով ուրեմն նշանակվեցի ցեմենտի գործարանի տնօրեն։ Հիմա ասեմ, ինչով էի զբաղված, ես դահլիճում էի իհարկե։ Ինձանից մի քանի մետր են կողմ գնդակարեցին մեր պարլամենտը։ Վազգեն Սարգսյանին։ Հետաքրքիր է գիտես, որ մինչև հիմա դու այդպես էլ հարց չբարձրացրեցիր, որտեղից այդքան թույն, այդքան մաղձ այդ Կարեն Հունանյանի մոտ, որ երբ մի ամբողջ պարունակ, մի ամբողջ մագազին դատարկեց Վազգեն Սարգսյանի մարմնի վրա, չնայած Վազգենը իրեն բանով այդպես վերջը բոլորը սպանվածները այդմել էին ուրեմն ատակին, բայց նստած էլի մնաց իր տեղում, որտեղից այդքան թույն, դու երբևէ այդ արծը քեզ տվել ես։ Եթե տայիր, եթե այդ բառերը ինչ որ ասեց, ինչ որ արտաբերեց, այդ ահաբեկի, չգիտես ինչ էր արտաբերում։ Արտաբերում էր բառեր, ձևակերպումներ, եզրույթներ, որը Նիկոլ Փաշինյանը առնվազն վերջին 4-5 տարիների ընթացքում օգտագործել էր Վազգենի նկատմամբ։ Դու հիշում ես, կամ կարդացած կլինես 99 թվականի ապրիլ, լավ եմ հիշում, որտեղ ելույթ եմ ունեցել դրա հետ կապված, երբ մի գրոտեսկային ծաղրանկար տվեց Վազգենի նկարը իր թերթում եւ դիմեց մայրերին, ասաց՝ «Սիրելի մայրեր, բանակից ձեր որդիների դիակներով են ձեզ շնորհավորելու ինչ որ տոնական օրերին»։ Եվ էլի տարբեր, ասում եմ, թե ընտրությունների հետ կապված, բանակի հետ կապված, մի խոսքով Եվ դες խոսք ասեմ, ոչ ոք Վազգենի հեղինակության վրա այդքան ոտքերի չի մաքրել, ինչքան այս պատուհասն ազգակործանել։ Դու հարց տվեցիր։ Եթե հարց տայիր, որովհետև քեզ ծնել է Վազգենը, դու ինքդ արհեստական ծնունդ ես, Վազգենով ես դու մտել քաղաքական դաշտ եւ կրկնում եմ պոլիտիկանտությամբ ես զբաղվում, եթե դու իսկապես ցավում ես Վազգենի համար, ուղղակի կոկորդից պետք է բռնեիր դրա այդ պատուհասի եւ ասեիր սերիկա դու իմ եղբոր ոտքի տակի հողը չարժես, այդ ինչ ես ասել իմ եղբոր մասին, ինչ ես այդքան գեներացրել ատելություն եղբորս նկատմամբ, երբ սպանված Վազգենին քո բառերով էին հայում եւ խզակոթով արվածում